լինել այդ այնպիսին, ինչպիսին դու կաս։ Բայց մազերի գույնը շատ հաճախ են փոխում, չեն ճանաչում, ես սիրում եմ իմ կերպարը։ Դա ապրելակերպ է, ռաբիս մարդ, ռաբիս է։ Ոնց ուզեմ տենց կանեմ, տկլորման կգամ, էս կանեմ, դա ինքնահաստատման խնդիր է։ Ես չգիտեմ այդ երգը։ Ես այդ մարդկանց միշտ բարձրաձայն հայոյում եմ։ Եթե այդ բահին էլ հարմար չի, մտքում եմ հայոյում։ Ոչինչ չկա առանձնահատուկ, ուղղակի ակսեսուարներն եւ ես գեշ եմ, ասում եմ, չէ, ինչ ես դες մտածում, ասում դա ինձ ոչ մեկ չի խոսացնում։ Շախմատի ձին ավելի գեղեցիկ տեսք ունի, շատ ներողություն, որ դա ասում եմ։ Դպրոցում ինձ բուլինգ չի անում։ Ինչու էին անում։ Որովհետեւ ես ասեք սիրում էի կարմիր վերնաշապիկներ։ Ցավալի է, քանի որ երբ որ դու տեսնում ես քեզ քննադատողը մի հատ ինչ որ ջիջու է, ես չեմ ասի շուն, որ գումարներ եւ միկրոֆոնը։ Ինչու է միկրոֆոնը այդպես պահել։ Այսպես եմ պահ, ուզում եմ տարբերվեմ։ Ուրիշ տարբերվելու բան չունեմ, ուզում եմ այսպես տարբերվեմ։ Այսպես ամրացնես։ Չէ, ես տարբերվում եմ, դու ես քեզանից տարբերվում եմ, ես պահում եմ այսպես, ես եւ այսուհետ որոշել եմ այսպես նորաձև, այսպես։ Ինչու ես որոշել տարբերվել, ի վերջո այսքան տարի անց որոշեցի խոսափող այդպես պահել եւ տարբերվել։ Հիմա փորձում են շատերը տարբերվել, եթե տարբերվելու ուրիշ բան չկա, փորձում են ինչ-որ բան գտնել, որպեսզի տարբերվել։ Երևի ես էլ սա գտա, տեսնում եմ, հետևում եմ, հա, բայց չէ, մի րոպե, ես հետևում եմ, այսինքն ինտեգրվում եմ մեծամասնության մեջ, հա, տես, եթե մտածեմ, չեմ տարբերվում, ավելի լավ է փակցնեմ, հա։ Արի կլինի ավանդական տարբերակով փակցրու եւ մենք սկսենք մեր այսօրվա։ Իսկ միգուցե հասկանանք ինտեգրվելը որն է, տարբերվելը, այո, արի հասկանանք ով է տարբերվողը, ինչու է տարբերվում եւ ինչպես են վերաբերում տարբերվողին։ Ճիշտը կլինի հարցում կատարել եւ հասկանալ։ Ես փակցնեմ։ Մեր այսօրվա առաջին տարբերվող հյուրը երգիչ Մարկ Ալեքսն է։ Բարի գալուստ։ Շնորհակալ եմ հրավերի համար, հաճույքով եմ եկել։ Տարբերվել կյանքում առհասարակ, արդյոք դա իր հետ բերում է հետևանքներ։ Ի վնաս քեզ։ Ինչի մենակ ի վնաս, նաև լինում է օգուտ։ Միգուցե օգուտ։ Հա, բայց շատ իմ սիրելի ֆրազներից մեկն է, նոր մի քիչ առաջ մինչև եթերը սկսել դրա մասին եք Մարինա հետ խոսում, ասում է նիկազացա բույց լինել այդ այնպիսին, ինչպիսին դու կաս։ Նախ այստեղ շատ կարևոր է մարդու խառնվածքը, մարդու դաստիարակությունը, մարդու մասնագիտությունը։ Եթե բնականաբար իմ մասին ենք խոսում, արտիստի նատուրան տարբերվող նատուրա է, այսինքն մտածելակերպը, աշխարհայացքը տարբերվում է սովորական, ասենք, միջին վիճակագրական մարդու մտածելակերպը։ Դա ոչ բոլորին է, ինչու։ Հիմնականում տարբերվում է եւ բեմի մարդը պետք է տարբերվի, դա է։ Ոչ թե պետք է, չէ, ինքը տարբերվող տեսակ է, հա, այդ բույց կազացը ի բույց, այդ պետք են, այդ թվում է թե արվեստի մարդ է եւ կան մարդիկ, ովքեր իսկապես դրա մեջ ծնվում են, մեծանում են եւ մտածում են այնպես, ինչպես իրենք պիտի մտածեն, Կարծես թե երակներում հոսում է որովհետեւ այդ շնորհը երևի թե բնությունը Աստված որ տալիս է, հենց տալիս է այն մարդկանց, ովքեր տարբերվում են իրենց մտածելակերպով, հա, որովհետեւ այստեղ շատ կարեւոր բանի մասին եմ ուզում խոսեմ, արտիստի դերը եւ նշանակությունը առհասարակ կյանքում աշխարհում առհասարակ արտիստը, ով է արտիստը, это учитель, ուսուցիչ է։ Այդ պատասխանատվությունը, որ արտիստը վերցնում է իր վրա, հասարակությանը կրթելու, հասարակությանը ճաշակ թելադրելու, այստեղ շատ պետք է ունենալ պինդ մտածելակերպ եւ ունենալ շատ պինդ սկզբունքներ, որպեսզի չդավաճաներով, դե դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց ամուր սկզբունքներ է պետք ունենալ, որպեսզի այդ պատասխանատվությունը վերցնել, որ դու պիտի կրթես քո երաժշտությամբ, քո դերերով։ Շատ սիրուն հնչում ամեն ինչ, շատ գեղեցիկ է։ Հարցը առաջանում որտեղ, դա որ հասարակարգի համար է։ Դա բոլոր հասարակարգների համար է, չնայած բառը ճիշտ ասեցի, Այստեղ ասում են մարդը, միկրոֆոնը մարդ։ Չէ, դե լավագույն դեպքում երգչիստ։ Այստեղ հա, այդպես են ասում, որովհետև այսօր խախտվել է ամեն ինչ եւ ենթադրենք ռեստորանային երգիչները գնացել են բեմ, բեմի երգիչները գնացել են ռեստորաններ, այսինքն ժամանցային վայրերում են աշխատում։ Այսինքն այստեղ է դիսբալանսն է ստացվում։ Դե այստեղ արդեն շատ ավելի երկար թեմա է։ Բայց դες հիմա այ քո կերպարը, չէ՞։ Ոչ բոլոր երգիչներն են մեզ մոտ այ աչքին կնում, ինչպես դու օրինակ, այ սկսենք նույն այ
Ցիլինդրից, հա։ Կամ եթե ընկնում են հատուկ շեշտված ինչ-որ կերպար են ընտրում, եւ փորձում են լինել իրենք թվացial այդ ասացից տարբերակն է, то есть они Բայց չէ որ դու ցիլինդրով չես ծնվել։ Չէ, ես չեմ ծնվել, բայց ես ընտրության իրավունք ունեմ, չէ։ Այսինքն ընտրել ես, որպեսզի տարբերվես։ Ես միշտ կատակում եմ, ասում եմ, ինձ որ ասում են, ինչի ես միշտ գլխարկով, ասում եմ, я умею их носить. Я умею носить шляпу. Մի րոպե, նայ Մարկ, երգիչներ, ну, արտիստներ, այսպես ասեմ, որովհետև խոսքը եւ նաեւ դերասաններին է վերաբերվում, արտիստներ, բեմի մարդիկ նման կերպարով հանդես են գալիս հատուկ է, այսինքն բեմում, միգուցե ինչ-որ միջոցառման, պրեզենտացիայի եւ այլն։ Դու այսպեսին ես անընդհատ։ Չէ։ Հա, դու էլ այսպեսին չես։ Չէ։ Այսինքն փողոցում քեզ գլխարկով չեմ տեսնի։ Դե եթե ես գնում եմ, այսօր օրինակ տեսան, որովհետև ես գալիս եմ հյուր։ Իսկ եթե խաղում ես մեքենական չէ, իհարկե չէ։ Չէ, որովհետև ես էլ եմ մեկ-մեկ հոգնում։ Սա իմ բեմական կերպարն է։ Այսինքն էլի շատ աուտենտիչնի, շատ օրգանիկ Մարկ Ալեքսի հետ իր բեմական կերպարն է, որի մեջ Մարկը իրենց զգում է շատ լավ ու շատ հարմար։ Բայց կյանքում ես oversize ջինսերով ֆուտբոլկաներով, ասենք, չգիտեմ, կեպիներով, բոթասներով։ Սպորտային ոճով էլի շատ հանգիստ հասարակ։ Ամեն դեպքում, բայց քո ներկայանալիք կերպարը բեմական կերպարը պարտադիր գլխարկով։ Հա, ես շատ գլխարկներ ունեմ։ Քանի հա, քանի։ Մի 25-26 արդեն ունեմ։ Եվ դեռ ավելանալ։ Հա, եւ դեռ ավելանալ։ Իր մոտ շատ է, բայց ավելի։ Հա, գիտեմ։ Էժան արվեստ չեմ սիրում։ Կենցաղ չեմ սիրում։ Հա, որովհետև արվեստը նախ եւ առաջ էմոցիա է եւ արվեստը էսթետիկայի մասին է։ Եթե էսթետիկ չի, ուրեմն դա արվեստ կոչվել չի կարող։ Էժան արվեստ, արի պարզաբանենք, էժանը ո՞րն է։ Կենցաղ։ Արվեստում չպիտի լինի կենցաղ։ Դա բытовуха, ասենք դիմա ցածրակարգ։ Ցածրակարգ։ Դե տեսեք, շատերը այդ բառից վախենում են, բայց կա բարձրակարգ։ Հիմա նայ վարդեր բերեն պարտեզից։ Ես չգիտեմ այդ երգը։ Լսեք, հիմա նա ինքը հանրային բնույթ գրող երգ է։ Վերցնենք այս երգը։ Հիմա չկենտրոնանանք, հա, սերվենք, բայց ինքը շատ ավելի հիթ։ Հիմա ինչա ուզում երգիչը այսօր։ Արտիստը ունենալ հիթ։ Դրա համար արտիստները բաժանվում են երկու կատեգորիայի՝ կան սպեկուլյանտներ եւ կան հավատարիմ արտիստներ, ովքեր իրենց դերն ու նշանակությունը, իրենց կոչումը բնությունից ընդունել են։ Իմ բախտը բերել է այնքանով, որ ես չեմ ընտրել իմ մասնագիտությունը, իմ մասնագիտությունն է ինձ ընտրել։ Մարկ, իսկ քեզ թվում է, ով երգում է վարդեր նմանատիպ երգեր, նա սկզբունքին հավատարիմ չի, նա էլ է հավատարիմ։ Չէ, այստեղ նաև նա ասում ինձ ընտրել է ճաշակի խնդիր է, ճաշակի խնդիր է։ Ինքնակրթման խնդիր է, ինքնազարգացման խնդիր է։ Իսկ ով ասեց, որ նա վատ է, նայ, ես այդպես չեմ մտածում, դու գիտես, ինձ հիմա պարտավոր եմ հակադարձել։ Ով ասեց, որ նա վատ է, իսկ քոնը լավ։ Այս այն սերիայից է, մի հատ օրինակ բերեմ, որ ասում են, դե մեր մշակույթները, մեր հարևանների հետ շատ նման է։ Ես այդ մարդկանց միշտ բարձրաձայն հայոյում եմ։ Եթե այդ պահին էլ հարմար չի, մտքում եմ հայոյում, որովհետև տեսեք, կամ նման մարդիկ բացարձակ անտեղյակ են երաժշտությունից, ազգային արժեքներից, մշակույթից, կամ մանիպուլատիվ, հա, որ նման է, դե տենց մի քանի տարի ապրել ենք իրար կողք, ոնց էլ չլինի, բան, չէ՞, sense կենցաղային անդուր թեմաներ կան։ Բայց կան ակադեմիական նյութեր, կան մշակներ, կան արվեստագետներ, կան մարդիկ, ովքեր ապացուցել են, որ հայը ունի իր ինքնուրույն երաժշտությունը։ Եվ հիմա այստեղ դնել վիճել ով է ասել, չէ, Ժորժ ջան, есть что такое хорошо и что такое плохо։ Որակյալ կոնտենտները հենց Instagram-ում շատ որակյալ, շատ քիչ պատպիսկա ունեն։ Դիտողականությունը հավաքում եւ այո։ Որովհետեւ բնության մեջ էլ է այդպես, քիչը միշտ շատ լավը միշտ քիչ է։ Միգուցե սա է բերում բալանսի։ Ինչքան վատ, այնքան լավ ստացվում է։ Չէ, տենց չի ստացվում։ Չէ, տենց չի ստացվում։ Դե եթե գիշերանոցով նյութը հավաքում է տասնյակ, հա, վատ երաժշտություն շատ փող։ Հա, այդ առումով համաձայն եմ։ Բայց նայ, եթե այսպես ժողովրդական իմաստուն խոսքին հետևենք, ասում է համայնքը զորավոր է, համայնքը ճիշտ է ընդունում, համայնքը երբեք չի սխալում, հայտնի ֆիլմից ֆրազ որը։ Բայց նայ, համայնքը կարծես թե մեծամասնությունը ընդունում է այն հեշտ մատչերին, հեշտ մարսելին։ Մեծ այդպես էր պիտի լինի, դա օրինաչափ է։ Հա։ Այսինքն համայնքը ճիշտ է, ճիշտ է։ Չէ, համայնքը ճիշտ չի։ Համայնքը ունի իր ընտրությունը, որին դա իրենց տվել են այդ երաժշտությունը, հասկանում եք, եթե մենք հիմա խոսում ենք երաժշտության մասին, հասարակությունը պարտավոր չի լսելու լավ երաժշտություն, որովհետև երաժիշտ չի, երաժշտի ականջ չունի, երաժշտի մտածելակերպ չունի։ Այսինքն պետք է չտան այդ երաժշտությունը։ Պիտի լավ պրոդուկտ տալ։ Ես ինչի նշեցի, որ այդ մարդիկ սպեկուլյանտներ են, այսինքն սրանք խնդիր չունեն
ուսուցանելու, ճաշակ թելադրելու, որտեվ իրենք իրենց տեսակով իրենք առևտրականներ են, շատ կոպիտ եմ ասում։ Իրենց հետաքրքիր է իրենց ապրանքը վաճառել, որովհետև դա հիմա արդիական է։ Իսկ ինչու դարձավ արդիական, սա հարցի մյուս կողմն է, որովհետև կամաց երբ սկսեցին արդեն այդ ռեստորանային երգիչները բարձրանալ բեմ եւ բեմից ռոպագանդել ցածրակարգ երաժշտությունը, անվանեք ինչպես ուզում եք։ Ժողովրդին այդ տվեցին եւ ժողովուրդը դա վերցրեց։ Բայց հիմա չէ տալիս են նաեւ լավը, որովհետեւ վատը շատ է։ Վատը շատ է, պիտի մի քիչ էլ պիտի կրճատվի այդ վատից։ Պիտի կրճատվի։ Մարդ, եղել է քո կյանքում, որ քո տարբերվող կերպարը այնուամենայնիվ դառնա քեզ համար գլխացավանք։ Դու նաև նշեցիր, որ դրական կողմեր ունի, բայց չնշեցիր դրականը, ո՞րն է։ Դե գլխացավանքը նաև կարող է, վստահ եմ, այս հարցազրույցից հետո լինելու գլխացավանք։ Դա մեկնաբանությունը պերիոդիչկի, դա տենց պերիոդիչկի բաներ են, որը սկզբում նեղվում էի, տենց ինչ-որ վատ ինքնազգացողություն էր առաջանում, կոմենտները, դե մի քանի տարի առաջ, երբ արդեն սկսեց այս ինտերնետային թոուբոհերը, այդ լայքերը, կոմենտ գրելը, բան եւ այլն, համատարած ատելությունը, այդ հեյթը, համատարած հեյթը, ես մի քիչ վատ էի զգում, հետո հիմնականում փորձում էի ծնողներիս մասին էի միշտ մտածում, որ վայ հանկարծ չկարդան, վայ հանկարծ ինչ-որ բան, բայց դե փառք Աստծո այնպես ընտանիք ունեմ, երաժիշտներ են իմ ընտանիքում բոլորը։ Ես ներողություն եմ խնդրում, ես այսպես նայում եմ քեզ, դու ոչ ունես ինչ-որ պիրսինգներ, ոչ ներկած գունաթափած մաս, ոչ ինչ-որ ավելորդ, ոչ վիրահատական միջամտություն, ոչ, չգիտեմ, ավելորդ, դե լավ դա։ Հա, դրա մասին միշտ բարձրացեն ասում։ Դա քիթը դեռ որդ վարդապետ։ Ոչ ինչ-որ այն որ դակած, այսինքն արտառոց ոչինչ չկա, ես նայում եմ, ինչն է առանձնահատուկ, որ գրավում է ուշադրություն եւ էներգիան։ Մարդը հասկանում է, որ դու իր բանակից չես։ Կապ չունի դու կլինես միշկավինայով, գլխարկով, թե սպարտիվկայով։ Մտածելակերպի խնդիր է այստեղ։ Բայց ո՞նց ես մտածում։ Շատ լավ է, շատ գրագետ, շատ հանգիստ մտածում ես։ Ինչպիսին է ուզում քեզ տնա մարդը։ Իրեն հետ հավասար։ Ով ինչպիսին։ Իրեն իր հետ իր նույն լեզվով խոսող։ Դե տեսեք, մարդիկ շատ տարբեր են լինում։ Եթե մենք խոսում ենք, ասենք, ռաբիս բառը օգտագործենք, երևի ամենաճիշտը դա, չգիտեմ, ռաբիս, հա։ Ունեցել ենք այդ, այո։ Հա, միգուցե ռաբիս մարդկանց համար միգուցե չէ, հաստատ այդպես է, որովհետև ռաբիսը դա ապրելակերպ է միայն, դա մենակ երաժշտություն լսելով չի, դա մարդու տեսակ է։ Դա ապրելակերպ է, ռաբիս մարդ ռաբիս է։ Եվ իր համար, ասենք, այս լուքը արդեն իսկ նորմալ չի, որտեվ իր աչքը ոնց որ քեզ համար իր լուքը նորմալ չի։ Ինձ համար նորմալ է, որովհետեվ ես անալիզ անելու ունակություն ունեմ։ Հա, ինքը չունի։ Ինքը չունի։ Անգամ Թումանյանն է այս թեմայով նամակ գրել Իսահակյանին։ Այսինքն դա միշտ ա եղել։ Իհարկե եղել է, իհարկե։ Այդ բախումները ու այդ հիմա դնել, ասենք, ուղղակի հիմա դա համացանցում հայտնվել, սկսել են քննարկել, այս ժամանակ համացանց չի եղել։ Ապրում ենք 21-րդ Բայց բոլորը միևնույնն է, այդ ամեն ինչը թափել են, գցել են գետնին, ծխել են, արևածաղիկ են չրկել։ Այսինքն ոչինչ չի փոխվել։ Չի փոխվել, չի փոխվել։ Մարզահակուստը եղել է։ Դուրս է եկել հանրային հարթակ։ Շատ անգամ որ մեզ ասում են, դա այդ ինչ թեմաներ եք, որ քննարկում են։ Հարգելիներս, դուք ամեն օր սուրճի շուրջ, արևածաղկի շուրջ, հարևաններով, բակերում խոսում եք այս մասին եւ սա ամենացավոտ թեմաներն են շատերիդ համար, ճիշտ է։ Ինձ համար այլևս սա այն հարթակն է, որ պարզապես մենք հանրային կերպով ցույց ենք տալի, որ այո, այսպիսի մտածելակերպ էլ կա։ Մարդիկ շատ անգամ չեն ուզում լսել այն, իրենց համար հարմար չի, իրենց։ Ես համարում եմ ամենամեծ մեղքերից մեկը դա անտարբերությունն է։ Ինչա այսօր անտարբերությունը շատ վատ բան է, որը բերում է ագրեսիայի, որը բերում է կործանման, ոչ թե ագրեսիայի։ Առհասարակ, ես կարծում եմ, որ դա բարոյական կոդեքսին հակասող բան է։ Մարդը չի կարող վատ երևույթը տեսնելով անտարբեր մնալ։ Այսինքն վատի մասին պիտի խոսել, պիտի քննարկել, որպեսզի վատը կանխել։ Չէ, մարդը չի քննարկում, մարդը միանգամից հակադարձում է վիրավորանքով, ես խոսում եմ ուղեղ ունեցող մարդկանց մասին, ովքեր ի վիճակի են ինչ-որ դիսկուսիաներ անել եւ անալիզի ընդունել, անալիզ անել, զրուցել, դիսկուսիաներ անել եւ ընթացքում, ասում եմ, во время спора рождается истина, հա? Խոսել, քննարկել, հասկանալ ինչն է վատ, ինչն է լավ։ Բայց քանի որ ինտելեկտուալ մակարդակը
թույլ չի տալիս մարդկանց անալիզ անել եւ խոսել, այսինքն միանգամից գալիս են արդեն բռունցքները եւ իրավունքները, ագրեսիան, գալիս է հայհոյախառը ինչ որ կոմենտներ եւ այլն եւ այլն։ Մարկ, համոզված եմ քո շրջապատում սկսած եղբորից, այդ միգուցե երիտասարդ տարիքում կամ ընկերներ եղել են, որ փորձել են իրենց նման քեզ դարձնել։ Հասարակությունը սիրում է քեզ դարձնել իրենց։ Չէ, իրենք ասեն այսօր մի արա, սա Այսպես մի արա, տեսնում ես ինչ են ասում, սենց մի հակիր, այդպես մի խոսան, այդպես մի։ Հա, իհարկե փորձ։ Իսկ այդ դրական կողմերը այնուամենայնիվ որոնք են քո կերպարը։ Որ դու քեզ հավատարիմ ես մնում ու չես ընկնում այդ Չէ, բայց քեզ օգուտ է բերել։ Ինչն է օգուտ։ Չէ, դու հավատարիմ ես, բայց այ բացի գլխացավանքից նաև դրական կողմը բերել, չգիտեմ, ավելի շատ գումար ես աշխատել, ենթադրենք, հրավերներ ես ստացել, չգիտեմ, դրական կողմերը ես իմ ճանաչելիություն, չգիտեմ, ինչ։ Ուզում եմ ճիշտ բառ ասեմ, որպեսզի չվիրավորեմ մյուս կողմին։ Լավ, իմ տեսակի, այսպես ասեմ, իմ տեսակի եւ ինձ հետ նույն ձև մտածող մարդկանց հետ ես ինձ շատ լավ եմ զգում, երբ հասկանում եմ, որ եթե այս մի կտորը ինձ չի հասկանում, պետք չի նեղվել, որովհետեւ շատ ավելի լավ, որ դու չհասկացված ես լինում այդ հասարակության շերտի կողմից։ Նշանակում է դու իրենց նման չես։ Բայց դու ուզես առնչվում ես խանութում։ Բայց դա ինձ չի խանգարում։ Տարբեր Ինձ չի վայրերում խանգարում։ Ինձ չի խանգարում, Մարին ջան, եթե ես փորձում եմ որ կարող, օրինակ տեսեք, հաճախ լինում են Yandex-ում 2-3 անգամ եղել է, ես մեքենայից ուզում եմ այսօր ինչպես դու հասար մեր տաղավար։ Մեքենա, այսօր շատ լավ եմ հասել։ Տաքսիստը զարմացած ասենք, տեսնելով քեզ։ Չէ, կոկերացու, բայց կամ որ զարմանում են, կամ որ շատ հավաքվում են, մտածում են, սկսում են հետո անգլերեն խոսել կամ ռուսերեն։ Այսինքն դա սա ագրեսիայի առիթ չի տալիս ինձ, որ ես մտածեմ, վայ ինչ ռաբիզ մարդ է, այս ինչի է այդպես ռուսերեն խոսում։ Բայց սրա հիմա հակառակ կողմն եմ ասում, վատ կողմն եմ ասում։ Մոտ մի 10 օր առաջ էր երևի նստեցի, շատ վատ երաժշտություն էր, բայաթի էր ու հայերեն լեզվով էր։ Երևի կոմֆորտ, հա, կոմֆորտ պլյուս։ Ուզում էի չասել այդ պլյուսը, որտեղ հենց ցավոք սրտի կոմֆորտ պլյուսը եղել եմ նման։ Ցավոք սրտի այնքան էլ ճակերտավոր կոմֆորտ է։ Լավ, ահա։ Մեքենան մաքուր էր, ամեն ինչ օքեյ էր։ Ու ես շատ կիրթ խնդրեցի, դե բնականաբար ես мիշտ հետևն եմ նստում, դե что как говорится, почетное место сзади։ Նստում եմ հետև հարմար է, միշտ պայուսակներով եմ ես գնում եմ։ Ու խնդրեցի, ասեցի, որ խնդրեմ, ասեցի, այդ երաժշտությունը կանջատեք։ Ասեց, ինչի, ասի կամ փոխեք։ Այսինքն ալտերնատիվ տարբերակ առաջարկեցի։ Ասեց, ինչի, ասեցի, որովհետև մուղամ է երգում։ Ասեց, բայց հայկական է։ Ասի մի րոպե, հայերենը եւ հայկականը դրանք տարբեր բաներ են, այսինքն եթե հայերեն լեզվով է, չի նշանակում, որ դա հայկական է։ Ու ասեց, բայց ինչի, ասի, բայց ու արդեն սկսեցի ջղայնանալ, ասում եմ, ես խնդրեցի, չէ՞ որ դու կանջատեք, ասեց, դուրս չի գալիս, իջի։ Չէ, լուրջ։ Ասի, օքեյ։ Ինքը տեղ ավելի շոկի մեջ ընկավ, ասեց, հայ-աֆրիկացված ասեց, ասի, բայց դուք ծառայություն եք մատուցում, ասեց, հասկանում եմ, բայց սա իմ մեքենան է։ Ասի, բայց ես էլ ձեզ վճարում եմ, չէ՞, դրա համար։ Ասեց, գիտեմ, ականջները լսեն, բայց չեմ մանջատի։ Ասի, օքեյ, ուրեմն հենց հիմա ստեղ կանգնում եք, ես իջնում եմ։ Ու բնականաբար, իհարկե։ Ես այնքան նորմալ եմ սկսել վերաբերել։ Այսինքն դու այսպես հանգիստ, ես վստահ եմ, որ վարորդը քեզ ցածր գնահատականները դրեն, որպես վատ ուղղող։ Մարկ, դու ասում ես, որ դու քո ընկերների շրջապատում քեզ զգում ես ինչպես ձուկը ջրում։ Այդ շրջապատում կան մարդիկ, ում դու կարող ես օրվա ցանկացած ժամի անհանգստացնել, վերցնել հեռախոսը զանգարել։ Ես առհասարակ չեմ սիրում մարդկանց անհանգստացնել։ Ոչ մի քիչ ես զանգում։ Ես այնքան ինքնաբավ մարդ եմ, բայց իհարկե ես ունեմ այս կյանքում մարդիկ, ովքեր ինձ օդու ջրի պես պետք են եւ իրենք իմ ընկերներն են, ես շատ ուրախ եմ։ Եվ սխալ չեն կարող հասկանալ քեզ, եթե անգամ ճիշտ կհասկանան։ Գիշերվա ես մինչեւ առավոտյան 6-ը կարող եմ զրուցել Վարդանի հետ Զադոյան։ Ուրախ։ Բարևներ, ողջույններ։ Բազմիցս այո, մեզ ինքը իմ սենսեին է։ Ում կզանգարի հենց հիմա Մարկ Ալեքսը վերցնելով հեռախոսը։ Կարող Վարդանի Զադոյանի զանգարը։ Կզանգենք Վարդանի Զադոյան։ Հրաշք, բայց չասես որ։ Բայց չասես որ։ Ինչ ես զանգահարում ես։ Ասում ես որ Վարդան ջան, այս պահին մի հատ շատ կարևոր հարց ունեմ քեզ տալ։ Որը ինձ տանջել է, այ գիշեր։ Հարցը ամբողջ գիշեր։ Տալիս ենք։ Եվ մենք այդ պահին պահում ենք հարցը դու։ Կարդում։ Ու կարդում ես։ Բայց չտիծաղաս լուրջ։ Алло. Վարդ, привет. Привет, опять. Ոնց ես, родной? Ничего, говорю вчерашнюю встречу. Հասկացա։ Լսի, մի հատ հարց կա,
որ ինձ տանջում է ու չեմ կարողանում դրա պատասխանը գտնեմ, դու ինձ պետք է ասես։ Ասա։ Մի վարքան կուզենայիր կնոջդ անունը Ռեհան լիներ, բայց շատ փող ունենայիր։ Այդ հարցն է ինձ իմ մասին է հարցը։ Մի վարքան միացու վիդեոն դեմքդ տենամ այդ հարցը տալուց, հա։ Okay, զանգեմ քեզ Messenger-ով։ Նայ, սենց հարց է, կուզենայիր կնոջդ անունը Ռեհան լիներ, բայց շատ փող ունենայիր։ Բայց իմ մասին այլ այդ հարցն է ինձ տանջում։ Կուզենայի իմ կնոջ անունը լիներ Ռեհան, Հա, բայց ես ունենայի շատ փող, հա։ Տեսնեք ինչու նյարդայնացավ Վարդան Զադոյանը։ Վարդանի խնդրակով տեսա զանգենք արում հիմա։ Զադոյան ջան, պրիվետ։ Հիմա ինձ սենց հարց են տալիս, կուզենայիր կնոջդ անունը լիներ Ռեհան, բայց շատ փող ունենայիր։ Ողջուն ենք Վարդանին։ Վարդան Զադոյան ջան, ողջուն։ Մենք եք մեղավոր։ Ինչու տես նյարդայնացար։ Ինչ կատարվեց։ Ես չէի ուզենա, որպեսզի իմ կնոջ անունը լիներ Ռեհան, եւ ես ունենայի շատ փող։ Հիմա չէիր ուզենա որ նման անուն կրել, թե փող ունենայիր։ Ես չէի ուզենա որևէ փոփոխություն իմ կնգա մեջ լիներ հան։ Չէ, որ լիներ, ասենք լիներ մի հատ կին, որ անունը լիներ Ռեհան։ Ու դու նեղվեիր, որ իր անունը Ռեհան է։ Բայց շատ փող ունես։ Հումորային հարց է, այլ է այսպես։ Սիրում եմ, ուզում եմ Սամիթ լնի։ Ընդամենը, դու չի նյարդայնացակ, այ բալա։ Հա։ Շնորհակալ ենք։ Ասեցի իմ արդեն եղած կնոջ անունը։ Չէ։ Այսինքն կին ունես, անունը Հա, բախտը չի բերել, Ռեհան են դրել, այո, բերքը վատն է եղել, այդ տարի։ Ես խոսացել եմ ժամանակին ինչ որ աղջկա հետ, որի անունը Ռեհան Դա։ է, Հա, բայց ես ունեմ շատ փող։ ահա, Բայց դուրս է գալիս։ Ես կասեմ իմ կնոջ անունը Ռեհան է, ինքին դայքը ոնց ուզի ինձ համար օրենք։ հասկացա, կարող է լինել Ռեհան, ուզի չկասես, չես ասի։ Համար դուրեկան է, որ ես ասեմ Արմին է, ես կասեմ Արմին։ Պատասխանը ընդունված է։ Հասկացա։ Շնորհակալ ենք, Վարդան ջան։ Հարգանքներս։ Դուրս գամ կզանգեմ։ Լավ։ Լավ։ Փաստորեն Վարդան Զադոյանից զգուշ եղեք, Ռեհան անունը իր մոտ մի տվեք։ Ահա, Սիրում եմ Վարդանի շատ լավն է։ ազնվությունը։ Մենք էլ ենք շատ Վարդանը սիրում արգում։ ազնվորությունը։ Վարքյաններած սպասում ենք մեր հաջորդ հյուրին, հաջորդ տարբերվող հյուրին տաղավարում։ Մեր հաջորդ տարբերվող հյուրը երգչուհի Եվա Սուջանն է։ Ողջույն, բարի գալուստ լույսը վառեր տաղավար։ Ողջույն Եվա ջան։ Քո կերպարը էսպիսի վառ, անհատական, անկուց է եկել, թե ընթացքում որոշեցիր, ինչու ես էլ չտարբերվեմ, հա։ Դե գիտեք, ինչպես տարբերվել է չեն որոշում, անկեղծ ասած դա կարծում եմ ապրելակերպը եւ այդպես էլ ծնվում են մարդիկ, իսկ տարբերվող լինելը դա ապրելակերպ է կարծում։ Հիմա մարդը պես ցիլինդրով չի ծնվել, դու էլ հոգաբի մազերով չես ծնվել։ Մանկապարտեզում, օրինակ, ի՞նչն է քո առանձնահատկությունը, որ ուրիշ էիր։ Մանկապարտեզում շատ էին ասում առանձնահատուկ եմ, չարաճճի եմ եղել շատ, բայց ինձ սիրում էին, անկեղծ ասած, ինչի են սիրել, որովհետև բախտս վրել է երգել եմ միշտ։ Երգում էի, սիրում էին։ Չեն բարկանում։ Իսկ հիմա այ տարբերվող կերպարը քեզ կյանքում օգնում է թե գլխացավանք է։ Այ մտար ինչ որ միտեղ բոլորը մի հատ վայ Կարմիր մազերով աղջիկ է, վայ երգչի։ Տարբերվող կերպարով, վառ։ Եվ ոնց են ներկայացնում, ասում են Եվա Սուջյանն է, Գոր Սուջյանի քույրն է, թե դա երգչուհին է տարբերվող։ Մի րոպե, ուրեմն հիմա Սկսենք, այ։ Ես սովորել եմ անկեղծ ասած, փոքր տարիքից այդպես է եղել։ Հիմա որ այտենց հետաքրքրուն, հիմա այս մազերով հատկապես Անդորը դու փոխում ես մազերը, ժամանակար ժամանակ։ Շատ միշտ չի որ ճանաչում են ինձ։ Մազերով կարող եմ, բայց մազերի գույնը շատ հաճախ եմ փոխում, չեն ճանաչում։ Ես սիրում եմ իմ կերպարը, սիրում եմ լինել ոչ թե տարբերվել, այլ ուղղակի տարբերվում եմ արդեն ու արդեն սովորել եմ, որ այդպես է պետք։ Դա խնդրեմի առաջ չի կանգնացնում։ Երբեք։
չի կանացին։ Իսկ օգուտ հետաքրքիր է։ Տղաները չեն պատտվում, դա օգուտ է, այստեղ ոչ օգուտ կա, ոչ չկա։ Ուղղակի դա կյանքի ձևն է, չեն անհանգստացնում, երբ վախենում են։ Ինձ երբեք իսկ առաջ շատ էին, չէ՞, նայում էին քուրոջոն ինչ-որ մի տեսակ բան է։ Ես որ ավելի փոքր էի, դե պատանի տարիքում բոլորին դրսում խոսացնում էին դպրոցից հետո, բան։ Ես տխրում էի, գալիս էի տուն, ասում էի՝ «Մամա, ես գեշ եմ»։ Ասում էր՝ «Չէ, ինչ ես դες մտածում»։ Ասում դե ինձ ոչ մեկ չի խոսացնում։ Դու սովորական ես, մի րոպե։ Դες հետաքրքիր է, դու սովորական ես։ Ես միշտ եղել եմ, ոնց եղել եմ, ուղղակի միշտ ես պաշտպանվող եմ եղել ու քայլելուց իմ դեմքի արտահայտությունը ենթադրում եմ հիմա։ Եղել է այդպես։ Ես թրերով եմ անգալիս, մտածում եմ լավ գործ չունենք չխոսանք։ Դպրոցում ինձ բուլինգ Ինչու էին անում։ Որովհետև ես ասեք սիրում էի կարմիր վերնաշապիկներ։ Էլի հագուստի հետ կապված։ Ես սիրում էի օրանժ վիլվետից հոլիդեյ շալվարներ, ինչ որ հիպիական։ Այսինքն այդ մոխրագույնի մեջ ինչ որ գույն կար։ Եվ նորմալ է, պիտի կծահարեն, որովհետև երբ դու այդ խավարը ճեղքում ես քո լույսով, իրանք ամեն ինչ անում են, որ այդ լույսը չմտնի։ Բայց դա դες խնդրեմ էր, չէ, դու կարող ես մյուսուր ասել, չէ, վաղվանց սև։ Բայց ես այնքան ուրախ եմ, որ ես անցել եմ այդ պերիոդը եւ ես այդպես էլ չկրեցի իրենց ուզած վերնաշապիկը, որովհետեւ ես իմ սեփական եսը պահեցի ու չդավաճանեցի ինքս ինձ։ Կարծում եմ դա փորձաշրջան է, որովհետեւ արվեստի մարդիկ առհասարակ հատկապես արվեստի մարդիկ իրանք կրում են այդ ռեֆորմը, իրանք անպայման ինչ-որ բան են փոխում, դա փոխելու համար դու պետք է շատ ուժեղ լինես, որովհետեւ մեծամասնությանը զոր չգնալը դա շատ լուրջ ուժ է պահանջում, հա, եւ դու պետք է փորձված լինես, շուտ չհիասթափվես եւ այլն, դե ու դրա համար տարբեր կյանքի շրջաններում այդպես է լինում է։ Ես դպրոցում անցա այդ շրջանը, ինստիտուտում անցա, լավ պարագայում եմ անցել, այնպես չէ որ այդ նոր բառը։ Լավ, ինստիտուտում ինչու։ Բուլինգ։ Ինչն էր իրենց ինչը դուր չէր գալիս բուլինգ։ No, ինստիտուտում ոչ թե ճնշում էին, այլ ուղղակի ինստիտուտում արդեն սովորելու շրջաններ, երբ որ դու արդեն պետք է կայանալ, որպես երաժիշտ, երգիչ, երգչուհի եւ այլն, այդ շրջանում ես անցնում էի նորից պինտինելու զգացողությունը, որ նորից չհիասթափվեմ, որովհետև բեմի կյանքը այնքան շատ ուժեղ է ալիքը հակառակվել հակառակությունների, որ շատ արագ քեզ կարող է գցել։ Բայց ասում են այսօր պետք է հակառակ տարբերվես, որ առանձնանաս, որովհետև մրցակցային դաշտը այնքան մեծ է, ինչ էլ ուզում ես արա։ Դե դրա համար շունը շապիկը հակեք ատում Բայց առանձնանում ես, ասում են, որովհետև անկեղծ չի, որտեվ այդ առանձնանալը անկեղծ չի։ То есть они кажутся, նորից եկանք են հին ասած ես, ասում են «не казаться, а быть», որտեվ կեղծիքը միշտ զգացվում է։ Բայց եթե ասեմ, որ ես անպայման ուշադրություն եմ դարձնում ով ինչպես է ինքնաարտահայտվում, կամ ինչպես է նայում ես ինչպես եմ ինքնաարտահայտվում, ընդհանրապես անտարբեր եմ անկեղծ ասած։ Եվա ջան, բայց դու դուրս ես գալիս տանից, կան հարևաններ, կա տաքսիստ իր հայացքով, կան անցորդներ։ Ես սիրով դա ընդունում եմ։ Ես հաճույք եմ ստանում։ Արձագանքում այդ տաքսիստի հետ ենթադրստեցիր։ Մեքենան մեկը իսին աղջիկ։ Այո, միշտ այդպես շատ հրաշալի արձագանքներ եմ լսում եւ հաճելի։ Ոչ թե տգեղ, այլ հաճելի։ Եվ ես վստահ եմ եւ դու եւ Մարկա, օրինակ հիմա մի երգ, վարդեր բերեմ վարդեզից, так ջուր բերեմ աղբյուրից նմանատիպ։ Вот сейчас ты оправдываешь, понимаешь это։ Եթե կատարեք դուետով, կարծում եմ շատ մեծ ավելի գումարներ եւ միկրոֆոնը։ Փառքի կհասնեք։ Ինչու՞ չանել։ Այդ դուք էլ կտարբերվեք ձեր տեսակից։ Չէ, դա տարբերվել չի։ Նայած ոնց կարելի է սեփական եսը դավաճանել։ Ոչ մի կերպ չի կարելի նման երգեր։ Մի անգամ մեկը ես հարցազրույցի տարիներ առաջ նստած էինք, միջև որ կսկսվեր հաղորդումը, հարց էին քննարկում, հիմա հարց տվեցին ինձ, ուղղակի ընկերները նստած են, ասեցին Եվա, դուք միլիոնատեր եք, ասեցի դե չգիտեմ որ կողմից նկատի ունեք, հոգով շատ հարուստ եմ, ես իրոք ինձ համարում եմ միլիոնատեր, բայց ուղղակի ուզում եմ հասկանալ, ոնց է ստացվել, որ դուք ասելով եւ ես եւ իմ եղբայրը գորը ընտրել եք այնպիսի ոչ, որը այդքան էլ շահութաբեր չի ֆինանսական առումով, ու ես հիշում եմ, որ ասեցի, որ նախ մենք չենք ընտրել դա, այդ ոչ երաժշտությունը դա ոնց ընտրելա մեզ
ու մենք դրա կրողն ենք։ Հասկանում եք, դրա համար մենք ոչ թե ընտրում ենք որտեղ կա շահ, որովհետև արվեստի մեջ շահ ընդհանրապես չկա։ Դու ինքդ դրա կրողն ես։ Ու անպայման շահը ինքն իրան լինում է, դա դրա շահանակությունն է լավ իմաստով, այսինքն դու վստահ գնահատվում ես ամեն դեպքում, եթե դու մնում ես հավատարիմ նրան, ինչը որ դու կրում ես, անկեղծ։ Նու ասենք, եթե օրինակ ըստ ինձ ճաշակային առումով մի քիչ զիջում է, նա էլ է անկեղծ։ Դե բնական է, իհարկե։ Կա նաև կեղծավոր տարբերակներ, որ օրինակ հնարավոր է ճաշակ ունի եւ այլն, բայց ընտրում է այլ տարբերակ։ Բայց նայեք, երեխեք, ասում եք ճաշակ ունի, հիմա այդ լսող է այնտեղ, կասի դու ճաշակ չունես, ես շատ հնարավոր է, շատ են ասել։ Ճիշտ է։ Եվ նաև կա հարցինից կողմը։ Համարում որ ես հակադարձում եմ։ Հիմա տես, դու ճաշակ ունես, բայց փող չես աշխատում։ Ես չունեմ։ Ես մի քիչ առաջ պատասխանեցի այդ հարցին։ Նորմալ։ Ես մի քիչ առաջ պատասխանեցի այդ հարցին։ Այդ վատ կոմենտ գրողները այնքան շատ են։ Չէ, ընդհանուր ուզում ենք քննարկում ենք հասկանանք։ Մարդիկ սովորում են, կրթվում են, էվոլյուցիան դառնում են ինչ-որ մի ոլորտի, դե համարելով չի ախր։ Հիմա ես էլ համարում եմ, որ ես Մայքլ Ջեքսոնն եմ, ենթադրենք։ Ժորժ ջան, համարելով չէ, դա ժնի ձեզ։ Ես նույնակ վերեմ։ Ես նույնակ վերեմ։ Համարելով ոչի։ Տեսեք, երկիչների մեծամասնությունը այսօր, եթե ոչ հա 99.8%-ը պարտադիր ի երկացանկում ներառում է այնպիսի ստեղծագործություն, որը բերի հրավեր դեպի հարսանյաց հանդես։ Բիզնես։ Դեպի հարսանյաց, այսինքն ամբողջ շոու բիզնեսը աշխատում է, որ գնա դեպի հարսանիք։ Ժորժ ջան, պետք է կոմերցիան տարբերել արվեստից, մենք հիմա ինչից ենք խոսում։ Շրջանառության մեջ չկա։ Հիմա այն մյուսը աշխատում է շատ, դուք աշխատում եք ձեր չափով։ Ես աշխատում եմ իմ չափով, բայց դա ինձ էլ ավելի։ Բայց ստացվեց, որ իրենք դավաճանեցին իրենց սկզբում, որում դա անում են երբեմնի պրոֆեսիոնալ երգիչները։ Այսինքն իրենք դավաճանեցին իրենց սկզբում։ Ամեն մարդ ունի ազատ ընտրության հնարավորություն։ Տեսեք, կոչումով, հա, վաստակավոր ժողովրդական արտիստը այսօր ստիպված է Վաստակավորի կոչումը ամենաարժեզրկված կոչումն է Հայաստանում։ Տիգրան ջան։ Ում չէ, կան մարդիկ երբեմնի պրոֆեսիոնալ անուններ, ովքեր այսօր անում են ամեն ինչ, որպեսզի հրավեր ստանան դեպի այդտեղ, որտեղ կա խորովածը շատ լավ բան է տարբերակ։ Հրաշալի է մարդը։ Ես էլ եմ վարում այդ հարսանիքները, բոլորն էլ գիտեն, բայց ամեն մարդ ընտրում է այն, ինչ որ ուզում է անել, այսինքն չես կարող։ Ստացվեց ինքը դավաճանեց իր սկզբունքին, մարդը կոնսերվատորիա է ավարտել, մարդը ունի դասական Արդեն մի քիչ էր որ շարունակես կհասկանա այդ մարդուն։ Չի, դա մեկը չի, դա շատերն են։ Գիտեմ դու մասն ես խոսում։ Շատերն են։ Այնուամենայնիվ եւ լինելով առանձնահատուկ եւ տարբերվող ինքդ ընդունում ես առանձնահատուկ եւ տարբերվող տղամարդ, օրինակ Մարկ Ալեքսի տարբերակը։ Քո ամուսինը այդպեսին է թե չէ եւ ընդունում ես դու այդ նման տղամարդկանց իբրև զուգընկեր։ Այդ բալանսն եմ ուզում հասկանալ եւ դու որպես կին, որ անձնական դաշտում նախ ասեմ, որ հիմա ես ամուսին չունեմ։ Չէ, առհասարակ քո Այդ հարցը դուրս եկավ։ Որովհետեւ նախընտրելի տարբերակը։ Չէ, քո կողքի մարդը պետք է լինի տարբերվող թե չէ։ Պետք է լինի տարբերվող, թե դու ես հայկական ավանդական տարբերակով տղամարդ։ Դե տեսեք, ինչ անշակում հայկական ավանդական։ Հայկական մենք քիչ առաջ խոսեցինք։ Դե հիմա դա այնքան խճճված է տարբերակը, հայկական ավանդականը հիմա, հայկական ավանդականը, չգիտեմ, 20-30 տարի առաջ։ Հիմա, արի մի հատ կերպարը հասկանանք, ինչպիսին է հիմիկվա հայկական ավանդական օջախի տղամարդ։ Հիմա կարծում եմ մի քիչ փոփոխություն է տեղ ունեցել այս պահին։ Մեր պատմությունը այնպեսի շրջադարձ ունեցավ ցավոք, որ մեր մտածելակերպի հետ ինչ-որ խնդիր տեղի ունեցավ։ Այսպիսով մի քիչ դժվարանամ ասել հիմիկվա տղամարդիկ ինչպիսին են, որովհետև փոխվել են, կարծում եմ։ Մթնոլորտում ինչ-որ բան է կատարվում, հուսամ դա անցողիկ կլինի եւ մենք վերջապես կբժշկվենք բոլորս։ Եվ կգտնենք այդ օջախի ավանդական տղամարդուն կդառնանք ավանդական։ Մենք կլինենք դե հիմա ավելի ավանդականը չենք հասկանում, որն է դա։ ավանդական Կոնսերվատիվ։ Երևի կոնսերվատիվ բառն է ավելի Միգուցե ավանդույթը հենց էս տեսքն է։ Գուցե տարածող տղամարդ։ Գուցե տարածող Չէ, գուցե եւ չէ, Ժորժ ջան, մշակույթ չգիտեմ։ Մարդ ո՞րն է քեզ համար հայկական ավանդական տղամարդ։ Ես առհասարակ ավանդական բաներ, ես չեմ հետևում ոչ մի Օրինակ այդ բառի ավանդույթներից համար չկա։ Մենք որ ասենք ավանդույթ, մենք մտածում քարանձավային մտածել։ Դե ախր նորմալ չի դրա մասին այսօր խոսել, որովհետեւ այդ քարանձավային թեմաները արդեն անցել են։ Հիմա պիտի խոսել այն շրջանի մասին, որը կա ներկայիս։ Հա, որովհետեւ ես չեմ ծնվել գյուղում, ես չգիտեմ դա ինչ է, ես լրիվ ուրիշ ընտանիքում եմ ծնվել մեծացել։
Ինձ փոքրուց Օսկար Պիտերսն են լսացրել բանով Կաթիլայինով տվել են կամ Չարլի Պարկեր։ Ես այդ ավանդականի Մայրս Եվլորեցի է, հայրս է Լենինականից։ Հա, հայրդ է։ Որտեղ ես ծնվել եմ Լենինական է եղել, ես այդ Գյումրի բառը չեմ սիրում։ Ինչու գյուղերում չեմ լսում մայրը։ Որովհետև թուրքական անվանում է Գյումրուկ։ Գյումրի։ Մարկ 36 թվականին Մաքսակետ է եղել։ Գյուղերի եւ քաղաքի միջև կա այդ տարբերությունը, արդյոք նրանք Այ չավարտեցի ասածս, քանի որ ես գյուղերում չեմ մեծացել, ես միշտ ասում եմ, ինչ վատ է, մենք գյուղ չենք ունեցել։ Ես միշտ վատ եմ զգացել, որովհետև այդ գյուղական այդ վիճակը բանի շատ ուզել եմ, բայց ես այդ ավանդական այդ վիճակները ես չեմ տեսել, այսինքն հիմա նստել դրա մասին տենց խորը խոսել, որ այո, մեր տանը բան չեմ ուզում ստել։ Մենք սալերշն ուրիշ։ Լավ, տեսնենք ինչ կասի մեր հաջորդ ել ավելի տարբերվող զրուցակիցը։ Մեզ միացավ եւս մեկ տարբերվող հյուր ոճաբան Գնել Սողոմյանին, ասում ենք ողջույն, բարի գալուստ Լույսը Վարդանի տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Այո։ Ի տարբերություն մեր հյուրերի, ովքեր ասացին մենք այդպես ծնվել ենք, այսպեսին, հա, դա մեր մեջ է, մեր արյան մեջ է, մեր մտածելակերպն է։ Գնել, այ ձեր ոճը երբ ձեռք բերեցիք եւ գուցե դուք եք այդպես ծնվել։ Գիտեք, ոճը արտաքնի հետ կապ չունի, դա ներքուստ է, դեռ փոքր ժամանակներից հասկացել եմ, որ չեմ ուզում խառնվել այդ ամբողջին, եւ իմ պահվածքով, եւ իմ հագուստով, եւ ընդհանրապես իմ վերաբերմունքով կյանքի նկատմամբ, թեպետ եւ շատ փոքր։ Մանկապարտեզի տարիներից։ Ասես ճաշակ չեք ուզում ուտել, ասում Ճաշը չէի ուտում, ոսկո փլավը չէի ուզում ուտեի, բրնձի հետ ուզում էի առանձին ոսկո ուտեի, բայց քանի որ բոլոր երեխաները պետք է դա ուտեին, ինձ առանձին տանում էին կողքնյա եւ ինձ տալիս էին ոսկով առանձին փլավ։ Ինչ պրոցես է, էլի, ներքին։ Իսկ այդ բողոք այդ բողոքը որտեղից է գալիս, ի՞նչ է խնդիրը։ Ինձ թվում է ինքնուրույնությունը վաղուց կա, բայց քանի որ մենք ես անձամբ սովետական միության ծնունդ եմ, սովետի երեխա եմ, այն ժամանակ մեր դաստիարակության մեջ մի քիչ շատ ուրիշ ձև էր, այսինքն բայց դեմ գնալ այդ խստությունը։ այո, կարող ես ինչ ուզում ես։ Այո, այն ժամանակ շատ ավելի բարդ էր, ու ասեմ ձեզ, որ անգամ տան անդամները չէին ընդունում ինձ, ոնց որ ես կայի, ու դրա համար շատ լավ է տփոցներ եմ կերել, հիմա թող չասեն մանկական տրավմաներ չունեմ բացարձակ, ես իմ ծնողներին շատ սիրում եմ, շատ հարգում եմ եւ դա ինձ թվում է բերեց ուժ տվեց ինձ, որ ես կարողանամ այդ դարաշրջան եմ անցել անգամ, ասեմ դες, որ կարողանամ կայուն մնալ եւ մնալ իմ կարծիքին եւ իմ դիրքորոշման։ Ցավոք սրտի ես հիմա կնշեմ, որովհետեւ այդ անհատականությունը հիմա ընդունում են լրիվ ուրիշ ձև։ Ինքնահաստատման խնդիր է դա իրանց համար։ Մարդիկ կան, որ փորձում են իբր թե իրենք անհատականություն են, իրենց ներկայացնում են այդպես, ես ոնց ուզեմ այտենց կանեմ, տկլորման կգամ, էս կանեմ, դա ինքնահաստատման խնդիր է։ Դա անհատականություն չէ։ Դա ուշադրություն գրավելու։ Ես փողոցում քայլում եմ ինձ համար։ Չեմ քայլում նրա կամ մյուսի համար, ռեպլիկներ եմ լսում եւ այլն եւ այլն։ Եվ դա ապացուցում է այն, որ դու թեկուզ սովորական սպորտային հագուստով ուշադրություն ես գրավում, քո կեցվածքով, քո, չգիտեմ, քո ներսի լույսը, ինձ թվում է բոլորին ցույց է տալիս, որ դու առանձնահատուկ ինչ-որ մի անձնավորություն ես, դաժե լռելով, անգամ լռած ժամանակ։ Մեզ բոլորիս, ձեզ, դուր է գալիս անընդհատ լինել դիտակետի, այսպես դիտակետում։ Օրինակ մարդիկ ասում են գնամ մի անկյուն, գնամ մի տուն գտնեմ, ինձ համար հանգիստ։ Այ նման կերպարներով դուք ընդգծում եք իհարկե առանձնահատկությունը, բայց նաև անընդհատ ուշադրություն կենտրոնում եք, դա չի ճնշում։ Դա մասնագիտություն է։ Մենք դրա մեջ ենք, մենք դրանով ապրում ենք։ Իսկ չի ճնշում դա արդյոք։ Չես ուզում հանգիստ լինես անգամ մեր մասնագիտության մեջ ես իմ ոլորտի մեջ եմ ասում, որպես վարսահարդար ոճաբան, տարբեր դպրոցներ եմ անցել, Վիդասասում, Տոնընդգայ, բայց ես ստեղել եմ իմ անհատականությունը ստեղծել, իմ անձնական տեխնիկան կտրվածքների եւ մնացած բոլոր
գործողությունների, որովհետև ես հասկացել եմ, որ դա է ճիշտ ինձ համար։ Եվ ապացույցն է նրան, որ ես ճիշտ եմ, ես ունեմ 33 տարի ավել մշտական հաճախորդների բազա։ Դա նշանակում է, որ ես սխալ չեմ։ Դա չի նշանակում, որ ես չեմ ընդունել այն բազան, որի վրա որ սովորել եմ, դա ինձ համար եղել է հիմք եւ ես դրա վրա կառուցել եմ իմ անձնականը ու անհատականը։ Եվ դա բոլոր տեղերում այդպես իմ ընտանիքում, իմ շրջապատում ընկերների, իմ աշխատանքի վայրում ամեն ինչը յուրովի է։ Ես ուզում եմ ձեր հաճախորդի մասին խոսամ եւ իհարկե Եվայի եւ Մարկի, ձեզ գալիս են լսելու ձեզ կոնկրետ որպես կատարող եւ ձեզ մոտ սպասարկում են ձեր նման մարդիկ, թե շատ կարող է ստանդարտ մարդ լինի, կա ի ուրախություն ինձ, ես ունեմ իմ հաճախորդներն են դպրոցի տնօրեններ, դասախոսներ, ոչ իմ ոճի մեջ, այսինքն ոչ թե իմ ոճի մեջ, այլ իմ ընտրած ճիշտ կտրվածքով, ճիշտ գույներով եւ ես աշխատում եմ այնպես անել, իհարկե, որ կինը ավելի ազատ ու հանգիստ լինի իր առօրյա կյանքում մեջ։ Որ ասենք արի մազերի էսա ծայրերը կանաչ այդպես։ Չէ, այդ բնակը ես չեմ ասի դա, որովհետեւ ես գիտեմ իր բնակը ոլորտ աշխատանքի։ Ես կարամ դա առաջարկեմ Եվային, որտեղ նա բեմի մարդ է, ես կարամ Մարկին առաջարկեմ, որտեղ նա էլ է բեմի մարդ։ Դրա համար ես ընդունում եմ նաև մարդկանց առանձնահատկությունները։ Դա ստանդարտություն չի, դա օրենք է։ Ես համարում եմ, որ ճիշտ է, երբ որ ուսուցչուհին կամ դպրոցի տնօրենը պետք է օրինակ ծառայի կանացիության եւ գեղեցկության, որովհետեւ նրանք հագնում են բարձրագրում կոշիկներ, դասի գնալիս դասական կոստյում են հագնում, դպրոց գնալուց գեղեցիկ ֆենված մազերով եւ շատ նուրբ դիմահարտարմամբ։ Եվ դա պետք է ընդունեն աշակերտները, աղջիկները, որ պետք է լինեն կանացի։ Շատ ներողություն երկար խոսեցի, բայց հիմա տեսնում ենք աղջիկները ոնց են փողոցում քայլում։ Շախմատի ձին ավելի գեղեցիկ տեսք ունի, շատ ներողություն, որ դա ասում եմ, որովհետև ու հետո բողոքում են, որ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում իրանց վրա, տղամարդիկ ուշադրություն է դարձնում ավելի տարիքով, ավելի կեցվածքով ճիշտ կանանց վրա, խնամված, եւ դա փաստ է։ Այ ձեր կերպարը, ես ներողություն խնդրում, բայց խնդրում եմ հիմա կանգնեք, որպեսզի ընդհանուր պլանում բոլորը տեսնեն ձեզ, շատ տարբերվող, շատ աչքեր գնող, հա։ Ոչինչ չկա առանձնահատուկ, ուղղակի իմ տարբերվող։ Ես սիրում եմ ուղղակի իմ հագուստի ոճը ընտրել ինքս, ես ինքս նկարում եմ, բաժանավս կարում է։ Արդյոք սա գլխացավանքի չի վերում մեր հասարակության։ Այստեղ մի բան ասեմ, հասարակության խնդիրն է դա, որը որ ես հաշվի եմ առնում, դրա համար էլ եթե ես դուրս եմ գալիս փողոցում ուղակի քայլելու, սրճարան գնալու, սուրճ խմելու, ես ակտիվում եմ սովորական ոչ թե հարմարվում եմ հասարակությանը, այլ հարմարվում եմ ինձ, այսինքն այսօր ինձ դա հարմար է, ես ինձ կոմֆորտ եմ զգում այդ հագուստով։ Այսինքն սա եթերի համար է։ Սա եթերի համար չէ, սա իմ աշխատանքային առօրյա հագուստն է, որ ես կարող եմ այսպես հագնեմ, գնամ սալոն։ Այսպես խանութ չեք գնա։ Խանութ կգնամ, եթե գնամ սիգարետ կամ չգիտեմ ինչ-որ խմիչք առնելու, բայց փողոցում քայլելու, հյուսային պողոտայում շանս հետ քայլելու համար բնականաբար չէ։ Բայց ուզում եմ ասեմ հասարակության շատ սխալ պահվածքը, երբ որ տեսնում են ինչ-որ յուրահատուկ, առանձնահատուկ մարդու փողոցում քայլելիս։ Դա երկու ստեկ է, հիմա այդ կողմը մեղադրում է այս կողմին, մեղադրելու չէ։ Ուղղակի կա ընդհանուր մի հատ դաստիարակություն նայելու կուլտուրա գոյություն ունի աշխարհում։ Մեզ մոտ այդ կուլտուրան բացակայում է։ Ցավալի է, քանի որ երբ որ դու տեսնում ես քեզ քննադատողը մի հատ ինչ որ ճիճու է, ես չեմ ասի շուն, որովհետև ես շներին շատ սիրում եմ եւ նեղանում եմ, երբ որ ինչ-որ մեկին ասում են շուն, վատ բան անելու համար, մեկնաբանելու համար։ Դրանք ճիճուներ են, որոնք որ իրանց կյանքում ոչինչ չեն արել այս կյանքում, ընդհանրապես ոչինչ չեն արել։ Բայց գրում են մեկնաբանություն, իրավունք են վերապահում իրենց առանց ճանաչելու մարդուն անպատվեր վիրավորել։ Ես 4 օրում ջնջել տվեցի Facebook-ից, այ մեր նախորդ ինտերվյուն հիշում եք, չէ՞։
այդտեղից մի կտոր կար։ Առանց ինձ հարցնելու, վերցին Facebook-յան սովորական կայքեր։ Դու որպես ալեգորիա օգտագործել էիր Այո, օրինակ էի բերել եւ կոնտեքստից կտրած ինչ-որ վիդեո էր։ Ինչը չկար է նման, հա, տավապա 220 կոմենտ էր երևի, որից 210-ը հայոյանք էր։ Բնականաբար դրա ձևն էլ կա։ Մետան նամակը ստացավ իմ կողմից շատ գրագետ շարադրված եւ վիդեոն ջնջեցին։ Հասկանում եք, այսինքն այդ մասային ինչ-որ հատուկ ուշադրություն դարձնելը, ես կարծում եմ ընդհանրապես քո ժամանակից է խլելու։ Եվ դու ոնց ես պայքարում կամ եթե չես պայքարում կարդում ես հետևում ես ընդհանուր գիտեք ես կոմենտը առհասարակ չեմ կարդում կարդում են կամ իմ ընկերները կամ կարող աշակերտներս նկատեն կարդան ես առհասարակ ինձ պաշտպանում եմ ավելորդ ինֆորմացիայից հա ես չեմ կարդում ընդհանրապես քանի դիտում ունեմ ով լայքեց ով չլայքեց ինձ գալիս ասում են Բայց այդ ասողներն էլ ինչ են, իսկ ո՞նց ես վերաբերում այդ ասողներին։ Դե մտերի մատ եթե ասում, եթե մտերի։ Որ ասում են ինչ պետք է անես։ Ոչ, ինչ անես։ Ես ոչինչ չեմ անում, ասում եմ Թող Ես առհասարակ ջանում եմ ուշադրություն չդարձնել, որովհետև իմ յարդերը շատ ավելի թանկ են քան։ Ի վերջո կարելի է կոմենտներ ջնջել, կարելի է փակել, այսօր տարբեր հնարավորություններ ա տալիս։ Մի քանի անգամ նկատել եմ, որ մազերի համար ինչ-որ բաներ ասում, չգիտեմ, ասում են դու քեզ տեսել ես այ բրփեջ։ Չէ, զուտ անհնար է բոլորի համար լինել լավ, բայց ես ոնց որ չեմ ջանում իրեն դուր գամ իրականում։ Մի անգամ մի կնոջ, ասկն երիտասարդ կնոջ գրեցի, որովհետև անշնորհ բան էր գրել ընդհանուր պոստի մեջ։ Գրեցի ու ասում մենք իրար չենք ճանաչում ամեն դեպքում, բայց կարելի ինձ անձնական նամակ գրել, չկարիք կար ընդհանուր։ Դա գլոբալ եթե վերցնենք, մեր այս կյանքում 21-րդ դարում մարդը պետք է անի քայլանոմենանի որպիսի տարբերվի եւ ձեր ապագա երեխաները ներկայիս երեխաները զավակները կցանկանան որպիսի տարբերվող լինեն։ Ես շատ կուզենայի իմ երեխաները տարբերվող լինեն, բայց տարբերվել ասացի տակ նայած մենք ինչ նկատի ունենք։ Ես կուզենայի որ ինքը ենթադրենք սովորեր, չգիտեմ, Քեմբրիջում։ Դե տարբերվող ասես առաջինը կերպարն է, տարբերվող ես չեմ կարող ուզել, որ իմ երեխան լինի վարդագույն մազերով։ Որտեղ ես ունեմ ճաշակ եւ հասկանում եմ որ վարդագույն բազը դա ծնողի ուզել կամ չուզելով չէ ես կարող եմ իմ արժեհամակարգը հաշվի առնելով այնպեսին ինչպեսին ես կամ եւ ինչպեսին կուզենայի տեսնել իմ դստեր կամ դու քայլես որպեսի կանխես ինչ-որ որ ինքը տարբերվեր իր մտածելակերպով, իր հոգեկերտվածքով, իր աշխատանքով, իր ինտելեկտով։ Նշանակում այնքը չէր կարող դինոզավրիկի շոյերով դուրս գալ կամ վաղը մյուսօր դառնա կվադրոբեր։ Ճիշտ ասած, եթե ուզի դուրս գա։ Իսկ եթե իր ընտրությունը լինի, դա ուրեմն ռադիբուկ Ազատ ինքնարտահայտումը շատ կարևոր է։ Ազատ ընտրությունը շատ կարևոր է։ Ժամանակի ընթացքում մարդը ինքը իրեն գտնում է ամեն դեպքում, այնպես չի որ մենք փոքր տարիքից հենց պատորակով մանեինք գալիս։ Բայց ձեր ծնողները չեն սահմանափակել։ Ոչ մի դեպքում։ Ուղղակի իրենք ինձ համար օրինակ են եղել եւ ես բնականաբար այդպես մեծացել եմ։ Գնել։ Այ դա ինչ է ծնողական արգելք, որը վերածվում է ըմբոստության։ Թե ծնողները այդպեսի երեխաները այդպեսի։ Տեսեք, չէ, ես ունեմ երկու տղա, մեկ աղջիկ, իմ տղաները արդեն թորել ունեմ փակաստո, իմ տղաները բավականին մեծ են ու իրանք տարբերվում են, ընդհանրապես կապ չունեն իմ հետ, ասենց ասեմ, եւ մտածելակերպով եւ հագուստով։ Ավելի շատ աղբորս նման են։ Մի քիչ քյարթու արաբիզով։ Այդպես էլ գիտեք։ Աղջիկս համացանցերում գոյություն ընդհանրապես, թեպետ ինքը մասնագիտություններ ունի մի քանի, բայց երբեք ստորիներ չի անում, թրենդեր չի անում եւ դա ես չեմ իրեն ասել, այլ ինքը այդպես է որոշել, որ ինքը պետք է լինի այդպեսին։ Ասեմ ձեզ, շատ ժամանակ դժվար է ինձ համար, երբ որ մենք ինչ-որ մի տեղ ենք գնում, տղաներիս հետ է, իրանք արդեն հասուն տղաներ են ու ճիշտ է ես այդ ժամանակ հագնում դասական կոստյում եմ հագնում, բնականաբար որպեսզի համապատասխանեմ այդ ամեն ինչին, որ իրենք հանկարծ մի ինչ-որ ռեպլիկ չլսեն, ինչ-որ բազար չլինի, որովհետև երբ որ դու փողոցում քայլում ես, ամեն 5 րոպեն մեկ դու պետք է ինչ-որ մեկին չափալախես, որովհետև իրանց պահվածքը, իրենց
թթու կծու այն իրենց կարծիքով գնել ռեպլիկները չանել գուցե ինչ որ բան հանել պակասացնել որպեսզի չլսել այդ ինչի համար թող իրենք հասկանան որ սա իմ կյանքն է սա իմ մարմինն է սա իմ պահվածքն է եւ ես երբ որ ինձ Աստված ստեղծել է նա ստեղծել է ինչ որ մի բանի համար ու ես այդ ճանապարհը գնում եմ գեղեցիկ ու շատ մաքուր առանց խանգարելու հակառակը օգնելով ինչը կարող է ձեզ ստիպել փոխել ձեր տեսակը ամեն մեկի մոտ դա մի ձև ես եկել եմ կոնկրետ դրան իմ սեփական կյանքի experience-ից ես հիմա որ հիշում եմ թատերական ինստիտուտում ես առաջին կուրսում ինչպես գնացի դասի ես հիմա որ այդ ժապավենը հետ եմ տալիս ասում եմ ես ոնց եմ տենց գնացել ես ուզում էի շատ խուճուճ խիտ մազեր ես հագնում էի օրանժ հոլիդեյ շալվար այսքան տանկետկաներով պրինցից էի ոգեշնչվել երկի չլ ասենք պրինցը 1.56 է ես ինչի էի ոգեշնչվել չգիտեմ 1.70 այդ դրանցով ես տենց գնում էի ինստիտուտ հիմա այնքան շնորհակալ եմ թե իմ ընկերներից իմ ովքեր իմ կողքին եղել են թե իմ ծնողներից ովքեր կամաց ինձ միգուցե իրենց հետ շփվելով ճիշտ այդ ժամանակ անցել է շատ խելացի ու շատ ճիշտ եկե հասել է մի հատ կետի ու հասկացան են որ սենց ճիշտ է այ հիմա չի անի ոնց որ այն ժամանակ որտեվ մի քիչ այդքան էլ ճաշակով չէ մի քիչ այսքան է սամակրիտիկայի պահն էլ կա բայց այս ժամանակի ճիշտն է հիմա քո համար օրինակ կարծում եմ ամեն մարդու համար չէ բայց ես աչք ունեմ ես տեսնում եմ որ այն ժամանակ օքեյ չէր հիմա օքեյ այն ժամանակ դա էր ճիշտ ըստ քեզ այդ դա ճիշտ էր ուրեմն այսինքն այդ ժամանակի մեջ ճիշտ դա քո ճիշտն էր քո անձնական ճիշտը Եվ քեզ ինչը կարող է, այ օրինակ միգուցե երեխան որ գացնում է ծնողական ժողովներին օրինակ այդ վարսերով կամ չի։ Մի արի որ մամաները ասեն, հա, հակառակը։ Դե կոնկրետ միակ մարդը որ կարող էր ինձ տես բան ասել, դա աղջիկս է, բայց չի ասում։ Դե գնելը ենթարկում է ոնց հասկացա։ Չէ, չի ասում, դե իհարկե ասում։ Ոչ թե ենթարկում եմ, այլ Սիրուն է, սիրուն չի, ես միշտ իրեն եմ հարցնում ոնց է մազերը Ինչ անեմ, ասում եմ մամա կարմիր ներկի մազերը, ինքը շատ է սիրում, բայց ինքը սիրում է ինչ որ ես էլ սիրում եմ։ Այսպեսով մենք իրար ճիշտ ենք հասկանում, բայց կարծում եմ մարդուն փոխելը գրեթե անհնար է։ Յուրաքանչյուրս ունենք մեր մեջ մեր փոքր աշխարհը, որտեղ որ մենք թագավորն ենք, վարչապետն ենք, նախագահն ենք, այնտեղի ամենան ենք, ու ես այդտեղի իմ անձին շատ սիրում եմ ու շատ հարգում եմ, որովհետև նա միշտ է թելադրում ինձ ճիշտ ապրել, ճիշտ քայլել եւ ճիշտ աշխատել այս կյանքում, որովհետեւ երբ որ դու գիտակցում ես, որ ժամանակները փոխվում են եւ դու այդ ժամանակների մեջով, կրակների միջով անցնում ես ու ավելի կոփվելով եւ քո համար այս կյանքի այն ամենա դժվարին պահերին դու դառնես ավելի ուժեղ ու կայուն։ Նմանավանդ տղաների դեպքում շատ դժվար է, եւ ես ասեմ, գիտեք, իմ տղաների հայ հասարակության հարգում ես ինչ եմ իմ երեխաներին սերմանել, ցույց տվել, այսինքն ապացուցել եմ հարգանք մեծի նկատմամբ, հարգանք կնոջ աղջիկների նկատմամբ, հարգանք ընտանիքի եւ հայրենասեր, պետականասեր եւ լիքը լավ բաներ։ Իմ տղաները ծառայել են հայկական բանակում, իմ տղաները մինչև այսօր այստեղ են, աշխատում են, մի խոսքով։ Մենք հիմա առաջարկում ենք հավաքել պատահական համար, պատահական թվերից կազմված համար եւ հարցնենք մեր պատահական, հա, այսպես սկզբունքով հեռուստայատողեն ինչպես է նա վերաբերում տարբերվող մարդկանց։ Եվ լավ է լինել տարբերվող թե ստանդարտ։ Տեսօրինակ։ Տարբերվող մարդուն տեսա։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իմ անունը գնել է, սոց հարցում եմ անցկացնում, 2 վայրկյան կարող եք տրամադրել։ Ասեք։ Երբ որ դուք փողոցում տեսնում եք տարբերվող տղամարդու կամ կնոջ, ինչ զգացողություն ունեք, դա ձեզ դուր է գալիս, թե դա ձեր համար վտանգ է ներկայացնում։ Տարբերվող հագուստով, արտաքինից, մազերով եւ այլն։ Մարդիկ ապրում են իրենց կյանքով, ինձ համար ինչ տարբերություն։ Շատ շնորհակալություն։ Բայց չեմ ողջունում։ Օ, Ինչու՞։ Ողջունում եք, չեք ողջունում, հա։ Հա, հարց ենք տալիս հաղորդավարուհին, ասում է ինչու չեք ողջունում։ Եթե ապրում են իրենց կյանքով, ապա կարելի է անտեսել անցնել։ Դուք ինչը չեք հանդուրժում դրա։
Մենք հայենք ապրում ենք Հայաստանում, մեր արժեքները եւ մնացածը։ Ահա, այսինքն ստանդարտ լինելը սովորական ձուլվել մասայի մեջ, լինել բոլորից մեկը ավելի ճիշտ է ձեզ։ Չառանձնանալ։ Չէ, ոչ թե ձուլվել, ամեն մարդ իր ձևով, բայց ոչ Կտրուկ տարբերվել։ ոչ կտրուկ տարբերվելը չէ, դա եթե նորմալ մարդ լինի, դա ուրիշ է, իսկ եթե այլ բաներ, դա դառնում է։ Հասկանում։ Հասկացանք։ Շնորհակալ եմ։ Եթե մենակ հակու կապը լինի, դա ուրիշ է, իսկ դուք եք հասկանում։ Հա, այսինքն դուք տեսնում եք դրա հետևում այլ բաներ։ Հասկանալի է, ողջունում։ Ողջունում ենք ձեզ Լույսը վարիչ ծրագրից, շնորհակալություն պատասխանի համար։ Շնորհակալություն, հաջողություն։ Ինչ հասկացանք։ Տեսեք, մարդը հակասում է ինքը իր ասածին եւ իր զգացողություններին։ Այսինքն, եթե ինքը ընդունում է, որ նորմալ է ամեն մարդուն իր անհատականը, իր անձնական կյանքը, բայց նաեւ դեմ է այդ անհատականության ու առանձնահատուկ ապրելակերպին։ Դա կապ չունի դու քո ներսում քո հագուստի հետևում ինչ կյանքով ես ապրում, եթե դա վնասակար չէ հասարակությանը, վնասատու չէ հայրենիքին եւ մնացածին, դա քո խնդիրն է, քո խնդիրը եւ դու ես դա անում ու դու ես դրա պատասխանատուն եկուց միսօր Աստծո առաջ։ Իսկ երբ որ քեզ քո հագուստով ընդունում են այնպեսին, որ ոնց որ իրենք են ուզում։ Նե, եթե վտանգը այստեղ ապագացնել ունի, խոսքս այն մասայի մասին ես կարողանալ ասեցի։ ստանդարտ արտակնապես, Բայց ահա որ ինքը վտանգավոր է։ Խնդիր ուրիշ բան է, այսինքն այս դեպքում կոնկրետ ով պատասխանում էր, այս մարդու մոտ վիզուալն է աշխատում, ոչ թե անալիտիկ ուղեղը։ Հա, Ինքը չի հասկանում, որ կարող է մարդը դուրս գա ստանդարտ հագուստով, բայց ասենք լինի իզվրաշեն։ Կամ ասենք մանյակ, կամ ասենք, չգիտեմ։ Նայ, այդ վիզուալը կարող շատ կարևոր է։ շատ այո, հակապից դու կարծես նայես չտեսնես, որ Սա մենտալիտետի խնդիր է, ժողովուրդ։ Սովորական արտաքին ունեցող մարդկանց մեջ են եղել վտանգավոր մարդիկ։ Իսկ տարբերվող ճչացող արտաքինով մարդկանց ետևում միշտ եղել է ստեղծագործ կյանք, եղել են անկեղծություն, եղել է պայքար այս գորշությանը, որի քողի ներքո կատարվում են սատանայական լիքը գործողություններ։ Եկեք հետևությունները թողնենք մեր հեռուստայատողներին, իսկ դες շնորհակալություն այսօր տարբերվող կարծիքների համար։ տարբերվող այո, Ձեզ շնորհակալություն։ Հաջողություն։ Շատ հաճելի է։ Շնորհակալ հավատարիմ ձեր սկզբունքներին։ Տեսնենք կհանդիպենք արդեն մեկ շաբաթից։ Լավ մնացեք։ Ինչ կա անելու եթերից։ Ավանդականի հետ որ հարց տվեցիր, որ չստացվի յատակի սնոբ մեր տանը, նոյագրուտո կա քեզ, բայց ավելի լավ է հավես չունեմ որտեղ։ Նայ, այն գլուխը պատինը այդ այնքանում մեն է։ Այդ ավանդական Ծառից հանած կախած խոզի մասը, խոզի պատմությունը հանում ենք։ բաժանված չի։ Այդ դա չէ, դու բանում ասեցի, դա եկադրը է ասա, չէ։ Ընդհանուր դժգոհություններ։ Իզարական սրտիկներ ձեզ։ Բան շատ լավ է։ Որտեղ հետո ռիլերի կտրում։ Այս բանարտի գինին, առաջի անգամ եմ խմում, չեմ խմել։ Հետո ռիլերի ենք կտրում, դե պաս մեկ ասում են այդ կոնտեքստից չենք կտրում։ Ամբողջական խոսք Ինչ ուզում եք արեք։ Էշի որ ստեղից ունդեղից ենք վերցնում։ Մենք ձեզ վստահում Ամբողջ, չէ, բայց մեկը ասում են, բայ էդի գցեցին կտրանում։ Կտրած չի մարդը խոսում է պարզապես այս տվյալ միտքը։ Հարց պատասխան։ Ո բարևը չեք կտրի դրա։ Բայց տեսնում եք տարբերությունը, տեսեք մենք եթերում որ խոսում ենք, Կարևոր բաներ մտածում ենք այնպես ոնց որ կա, բայց տեսեք ձեր հաղորդման հյուրերի բանի ժամանակ է բլոգերների ժամանակ, երբ որ այդքան բաներ եղան, պատերազմներ եղան համացանցում ու ինքնահաստատվեցին երիտասարդները, գիտեք ինչ նախնդիրը դրանք մեծամասնություն են կազմում հիմա ցավոք սրտի մեր կյանքում։ Գործ արվում բլոգինգը հավասարացան լրագրությանը։ Ու դուք տեսեք որ բլոգերների մեջ ես չասեմ անգրագետներ, ես ասեմ տգետները բավականին շատ են։ Ես ասեմ որ նրանք թելադրում են սխալ կյանք մեր երիտասարդությանը եւ մեր երեխաներին։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն։